Բարի օր, այսօր կխոսենք եղունգների սնկային հիվանդության եւ ներաճի մասին, տաղավարում հյուրընկալել ենք մաշկաբան պոդոլոգ Մուշեղ Մանուկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է իրենց ներկայացնում եղունգի սնկային հիվանդությունը։ Հաճախակի հանդիպող հիվանդություն է եղունգների սնկային հիվանդությունը, որը որ ախտորոշվում է միայն լաբորատոր հետազոտության հիման վրա, որտեղ եղունգի գույնի փոփոխությունը եւ հաստությունը դա չի կարող պայմանավորված լինել միայն սնկային հիվանդությամբ։ Եթե ունեն մարդ գույնի փոփոխություն, եղունգը ունի գույնի փոփոխություն կամ հաստացում, ապա անպայման պետք է հետազոտվի լաբորատոր հետազոտությամբ, որի որ պատասխանների հիման վրա արդեն բժիշկը որոշում է կա սնկային հիվանդություն թե չէ։ Կարող եք sense ասենք, հարցի մյուս կողմից է նայենք, մարդը կարող է առողջ եղունգ ունենալ, բայց պատահաբար հանկարծակի այդպես որոշի, որ լաբորատորիայով հետազոտություն հանձնի, տեսի, որ դրական է։ Այսինքն դա տեսանելուն չերևացող ինֆեկցիոն հիվանդություն է, որը որ կարող է, եթե ժամանակին չդիմեն շուտ բժշկի, կարող է այն խորանալ ընդհանուր մինչև առաջացնել տարբեր ախտահարումներ, եղունգի ծանր ախտահարումների։ Ինչից են վարակվում հասարակության մեջ շատը վարակիչ է հանդիսանում հիմնականում հասարակական տեղերից օգտվելուց, լողավազաններ, շոկեբաղնիքներ, մարզասրահներից օգտվելուց նման դեպքերում հավանականությունը մեծ է լինում սնկային վարակների, սակայն եթե մարդու մոտ տվյալ օրգանիզմը գործում է նորմալ, առողջական խնդիր չունի, այսինքն եթե խոսում ենք կոնկրետ եղունգների սնկային խնդիրներից, սնուցման խանգարում չունի, ապա կարող է նա մակերեսային հայտնաբերվել, բայց լրիվ օրգանիզմի հաշվին ինքնուրույն այն բուժվել։ Մեծամասնությամբ դիմում են մաշկաբանին նման խնդիրով, սակայն լինում է արդեն այն աշճանի ծանրության, որ չգիտեն մաշկաբանը զբաղվի նման խնդիրով, թե վիրաբուժական ընդհանուր հասնել գործը։ Կա նման մասնագիտություն, դա կոչվում է պոդոլոգիա, որը որ զբաղվում է նման խնդիրներով, այսինքն շատ հակիրճ ներկայացնեմ, դա այն մասնագիտությունն է, որը գտնվում է մաշկաբանի եւ վիրաբուժի մեջտեղում։ Մարդիկը ինչին պետք է ուշադրություն դարձնեն, այսինքն որ ախտանշաններն են հենց հուշում սնկային հիվանդության առկայության մասին։ Սնկային հիվանդությունը տարիք չի հարցնում, անկախ տարիքից, անկախ սեղից պատահում է մարդկանց մոտ, եթե մարդիկ նկատում են եղունգի գույնի փոփոխություն, հաստացում, փչվածություն, ապա անհապաղ պետք է դիմեն մասնագետի։ Դրանից հետո արդեն մասնագետը մաշկաբանը որոշում է ուղարկել լաբորատոր հետազոտության, թե նման կլինիկական պատկերը բավարար է սնկային ախտորոշման համար, որովհետև փորձը ցույց է տալիս չնչին խնդիրների դեպքում դիմելու մասնագետին ունենում ենք կարճ բուժում, բայց եթե խնդիրը խորանում է, ապա հանդիպում ենք բացի սնկային հիվանդություններից այդ տարատեսակ հիվանդություններին, եղունգների հիվանդություններին, ընդհանուր մինչև օնիխոդիստրոֆիաներ, սնուցման խանգարումներ, հաջեղնգային գորտնուկներ եւ այլն եւ այլն։ Նշվում է, որ որպես ախտանշան հանդիսանում է նաեւ եղունգի տհաճ հոտը, բայց եղունգները հոտ ունեն։ Հոտ հասկացողությունը սպეციფიկ հոտ հասկացողություն, տենց ճակերտավոր ասեմ, լավ, սպეციფიկ հոտ հասկացողություն եղունգների դա կլինիկական ախտանիշների մեջ չի մտնում, սակայն դա հուշում է, որ պետք է անհապաղ լաբորատոր հետազոտության տալ։ Եղել է դեպքեր, որ ձեր ասած այսպիսի սպეციფიկ հոտը եղել է, բայց ցունք չի ախտորոշվել, ապա պետք է հիվանդությունը փնտրել այլ հատվածներում, այսինքն գտնենք պատճառը կոնկրետ այդ եղունգի հետ կապված, թե ինչու է սպეციფიկ հոտը գալիս, որովհետև լինում է դեպքեր տարբեր ծանրազան հիվանդությունների ֆոնի վրա է այդ գալիս։ Մարդիկ, որ որևէ բարեկամի տուն են գնում, հագնում են նրանց հողաթափերը։ Դա ևս կարող է սնկային հիվանդության պատճառ հանդիսանալ։ Հիգիենային հետևելը շատ լավ բան է, բայց փորձը մի կողմից ցույց է տալիս, որ շատ հիգիենային հետևելն էլ իր բացասական կողմերը ունի, տարական բաներ, որը որ պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, այսինքն ամեն մեկը ունենա իր հողաթափերը, ուրիշի գուլպաները չհագնի, եղել է որտես դեպքեր հանդիպել եմ բուժառուտես հետ կապված, որ ասում եմ գուլպան փոքր ա եղել, ես հարազատից գուլպան եմ հագել ու մտածում եմ, որ իրանից այդ սունկը վարակվել։ Սունկը դա մի հիվանդություն է, սնկային եղունգների մի հիվանդություն է, որտեղ որ մարդիկ իրար մեջ մեղավոր են ման գալիս։ Սակայն ինքը մի բարձ բան ունի, եթե դուք ունես առողջ ոտնաթաթ,
առողջ եղունգներ, ապա դու ապահովագրված ես նման խնդրից, այսինքն վարակի հավանականությունը քիչ է լինում։ Դրա համար եղունգները ճիշտ կտրելը, անընդհատ լոգանքներ անելը, հաճախակի ոտնաթաթերի լոգանք կատարելը, հականսեպտիկ միջոցները կիրառելը բնականաբար դա եռակի քառակի անգամ պաշտպանում է սնկային հիվանդություններից։ Դա հենց առողջ ոտնաթաթ ունենալու գաղտնիքներ։ Առողջ ոտնաթաթի գաղտնիքներից մեկը, սակայն առողջությունը ապահովողը դա բժիշկն ու բուժարուն են միասին։ Սնկային հիվանդությունը ինչու է միշտ հանդիպում, այսինքն ոտնաթաթերի դեպքում եւ ոչ ձեռքերի եղունգների։ Փորձ է տալիս, որ ոտնաթաթերի վրա ավելի շատ է հանդիպում սնկային հիվանդությունը, քան թե ձեռքերի վրա, դա ինչով է պայմանավորված փակ տարածությունից, այսինքն տարին 12 ամիս, եթե վերցնենք, մարդը մեծամասնությամբ կրում է փակ կոշիկ, որտեղ որ փակ տարածության մեջ տեղի ունենում խոնավության բարձրացում, եթե լինում է նամանավան դեպքեր, որ մարդիկ ունենում են գերքրտնարտադրություն։ Տարական գերքրտնարտադրությունը եւ այդ փակ տարածությունը նպաստում է սնկագոյացման վտանգին, այսինքն սնկագոյացման առաջացմանը։ Դա համար խորհուրդ է տրվում, երբ մոտենում է տաք եղանակները, առաջինս հնարավորության դեպքում կրեք ազատ կոշիկներ, բաց կոշիկներ, որովհետև այս դեպքում ունենում եք արդեն առողջ ոտնաթաթ, միկրոֆլորայի բարձրացում ու պաշտպանվածություն։ Մի մտածեք այդ ուղղությամբ, եթե բաց կոշիկ են կրում, ուրեմն վարակվելու հավանականությունը մեծ է։ Ես կասեմ, որ դա հակառակն է, ավելի շատ բաց կոշիկների դեպքում ոտնաթաթը ձեռք է բերում լավ իմունիտետ, բարձր միկրոֆլորա։ Մի բան կա, որը որ շատ եմ նկատել իմ բուժառուների մեջ, հաստ գուլպա հասկացողությունը։ Ես դեմ եմ նման գուլպաներին, պետք է հագնել բարակ, որովհետև բարակի դեպքում ոտքը ոչ լինում է խոնավ, ոչ լինում է շատ չոր։ Լավ, իսկ եթե հաստ գուլպա եք հագնում ու դրանից հետո մարդը արագ քայլում է, վազում է եւ այլն, օգտվում է ֆիզիկական, ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում, տեղանում գերքրտնարտադրություն։ Իսկ գերքրտնարտադրությունը ինքը, եթե օդափոխություն չի լինում, դա նպաստում է ոտների միկրոֆլորայի անկմանը։ Իսկ նամանավան ձմեռը հաստ գուլպաներ հագնելու խորհուրդ չեմ տա նորից, որովհետև քրտնելուց ոտքը, եթե սառը օդը կպնում է, բնականաբար արդեն սառը ջուրը, այս քրտինքը, այս ճակերտավորած ջուրը, էլի, սառը քրտինքը նպաստում է արդեն ոտնաթաթերի վնասմանը։ Բայց այս դեպքում ասում են մարդը ոտքերից է մրսում, չէ՞, հիմա մարդված տաք գուլպա չհագ։ Եթե կոշիկի մեջ են։ Եթե կոշիկի մեջ է տաք գուլպա հագնում, բնականաբար դա ռիսկ է հանդիսանում, բայց եթե ուղղակի տանը կրում է տաք գուլպաներ, դա նորմալ ենք նայում, բայց փակ կոշիկի մեջ մի հատ հաստ գուլպա, դա այդքան էլ ճիշտ չէ։ Եղունգի գույնը, ձևը կարող են հուշել սնկային հիվանդության մասին։ Եղունգների գույնի ձևի փոփոխության դեպքում, տեսեք, եթե կա գունային փոփոխություն, այսինքն գունային երանգներ, տարբեր դեղնաշագանակագույն, դեղնականաչավուն կամ մուգ շագանակագույն, կամ եղունգի վրա տեղի ունենում բծեր, ճաքեր, նման խնդրի դեպքում մեզ բնորոշա մի բան, որ սա վсё, վերջ, սա սնկային է։ Չէ, բայց պարտադիր է բժիշկը առաջնայած մի հատ լաբորատոր ախտորոշում դա ժխտի կամ հաստատի, եթե ժխտվում է, այսինքն բացասական է գալիս սնկային խնդիրները, դա հիմնականում լինում է սնուցման խանգարումների մեջ պետք է փնտրել հիվանդությունը նման դեպքերում։ Ու մոտավորապես 10-ից ավել սնուցման խանգարումներ կան, իսկ այդ սնուցման խանգարումները լինում են քրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա, ամենաշատը տարածված դա անոթային, ստորին վերջույթների անոթային խնդիրների դեպքում, վահանաձև գեղձի խնդիրների դեպքում, այսինքն դա պարտադիր չի, որ եթե հորմոնալ շեղումներ չկա վահանաձև գեղձի, սակայն գեղձի վրա կա հանգույցներ, հանգույցիկներ, դա կարող է բերել եղունգների անատոմիայի խախտմանը, գույնի փոփոխություն, փխրունություն, ճակ, դիաբետի դեպքում կարող է դիտվել տարբեր քրոնիկ սրտային քրոնիկական հիվանդությունների դեպքում սիրտանոթային, ստամոքսաղեքային, այսինքն հիվանդությունը պետք է փնտրել ներքին օրգան համակարգերի մեջ։ Նման դեպքերում
նման բուժումները բացի մաշկաբանի ներկայությունից հարկ է ելնում նաև այլ թերապևտիկ մասնագետների կարիքը մեր էնդոկրինոլոգների, գաստրոենտերոլոգների միջամտությունը, որպեսզի մենք ունենանք ընդհանուր կոմպլեքս մոտեցում ու փորձ ցույց տալիս, որ թիմային աշխատանքով մենք ավելի արագ արդյունք ենք հասնում, բայց պետք է առաջինը բուժառուին դա բացատրել, որ գիտեք, իշկա սունկ չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է չբուժվեք, դա նշանակում է, որ պետք է ձեզ մի քիչ երկար ժամանակ հատկացնեք ձեր բուժման մեջ, որտեղ կան քրոնիկ հիվանդություններ, որը որ ազդանշան են տվել ձեր եղունգների վրա։ Հաճախ է հենց եղունգների շնորհիվ կարելի է ասել բացահայտում շատ վտանգավոր հիվանդություններ։ Եղունգների տեսքը բավականին մեծ ինֆորմացիա է տալիս բուժառուի օրգանիզմի վիճակի մասին։ Օրինակ բծերի ներկայությունը դա խոսում է տարբեր վիտամինային փոխանակության խանգարման հետևանք, եթե կա ծակոտանման ցանցանման պատկեր, դա կարող է լինել քրոնիկական մաշկախների ֆոնի վրա էկզեմա, պսորիազ, վիտիլիգո նման դեպքերում շատ է հանդիպում, որ արդեն թիրախավորված է լինում հենց եղունգները։ Եթե կա եղունգի վրա սև նշաններ, ես կասեի, որ այդքան է պետք չէ հանգիստ լինել այս հարցում, որովհետև սև նշանները դա կարող է բացի կեմատոմայից, որը որ ժողովրդի մեջ է ընդունված, որ լավ հարվածը երևի ստացել մի տեղից արյունակ անցնի, բայց հանդիպում են դեպքեր, որ դա լինում է խալ, այսինքն կոչվում է եղունգի նևուս, իսկ խալը կարող լինի եւ բարորակ եւ չարորակ, ընդհանուր միջև եղել են դեպքեր, որ հանդիպել է տարրական բիծ է եղել եւ հետազոտության հիման վրա հայտնաբերվել է մելանոմա, այսինքն դա արդեն խոսում է չարորակ կասկեղի մասին։ Դա համար ամեն օր կցանկանայի ես խորհուրդ տայի իմ հասարակությանը, որ ժամանակը տեք նայեք ձեր եղունգներին, եթե գտնում եք ինչ-որ փոփոխություններ կան ինքնաբուժությամբ կամ համացանցի տարբերակով կամ այսօրվա 22-րդ դարում արհեստական բանականության օգնության մի դիմեք, որովհետև դա կարող է ավելի վատացնել ձեր վիճակը ու այսպես ասած մի եղունգի պատմություն, որը կարող է բախվել տարբեր լուրջ բարդությունների։ Կապույտ եղունգների դեպքում էլ ասում են թթվածնային անբավարարություններ, չէ՞։ Այո, եթե կապտանման պատկերը, դա խոսվում է հիպերկապնիա, այսինքն թթվածնային անբավարարության, դա հիմնականում լինում է անոթային խնդիր ունեցողների ու քրոնիկ ծխողների մոտ է շատ հայտնաբերվում, դա պարտադիր պետք է ծխ անոթաբանի ներկայությունը։ Լինում է, որ սպիտակ կետիկներ է հանդիպում, որը որ ասեմ, որ դա վախենալու չէ, դա խոսում է ուղղակի որոշ վիտամինների, կալցիումի ամենաշատը հանդիպող կալցիումի վիտամին կալցիումի փոխանակության խանգարման հետևանք կարող է դեֆիցիտ լինել կամ հակառակը շատ լինել, նման դեպքերում պետք է օգտագործել վիտամիններ, լավ, կա եղունգներ, որը որ լինում է, որ մանր բծեր է լինում, այդ մանր բծերի հիման վրա դեպքեր է եղել, որ աուտոիմուն հիվանդությունների ֆոնի վրա է հայտնաբերվել, դա հիմնականում եղել է տարբեր ընդհուպ միջև պսորիազանման, պարապսորիազ կամ հենց պսորիատիկ եղունգներ ու նման դեպքերում պետք է վերահսկել եղունգների ախտաբանությունը, քանի որ չգիտես վերջում ինչ կդառնա, որովհետև եղել է դեպքեր, որ շատ ծանր անհավանական պատկերից, անհավանական կլինիկական պատկերից ստացել ենք անհավանական դրական արդյունքներ, սակայն դա պետք է բուժառուին սովորացնել, կրթել նման հիվանդությունից լավ ինֆորմացիա ունենա, որ ինքը հասկանա ոնց իրեն վերահսկի նման խնդիրների դեպքում։ Եղավ, իսկ ընդհանուր այո եղունգների խնդիրները, ձևը, տեսքը, ամեն ինչ խոսում է մարդու ընդհանուր միջև բնավորություն։ Այսօր շատ տարածված է գելնակ ասվածը, որքանով է դա սնկային հիվանդության պատճառ դառնում։ Գալիս են մարդիկ գեղեցկության սրահներից տուժած։
Լինում են դեպքեր, որ նման խնդրով հանդիպում ենք ու բավականին նորից ասեմ, որ շատ եւ բուժարարները հիմնականում մեղքը բարձում են մեր էսթետիկ ծառայության աշխատողների վրա, այսինքն մատնահարդարների վրա, բայց ես այդքան էլ կով չեմ, քանի որ մատնահարդարը դա ինքը ապահովում է միայն էսթետիկ տեսքը։ Եկեք ճիշտը խոսանք, լավ։ Եթե դուք գնում եք, ուզում եք ձեր ուզած գույնը լինի ձեր եղունգների վրա, նա ինքը լիարժեք ապահովում է։ Օրինակ մեր մատնահարդարները բոլորն էլ լավ պրոֆեսիոնալ աշխատող են։ Սակայն այստեղ կա հասկացողություն։ Եթե մատնահարդարը տեսնում է խնդիր, եղունգի գույնի փոփոխություն, նորից կամ այն նորմալ եղունգը չի, որը որ մոտը հարցեր է առաջանում, դա պարտավոր է ինքը այս դեպքում ոչ բուժարով, այսինքն հաճախորդին ներկայացնել, որ գիտեք ինչ կա, կասկածելի բաներ եմ տեսնում, լավ կլինի մի հատ բժիշկը նայի։ Եթե մենք շղթում ենք, եթե մենք տեսնում ենք, որ դա խնդիր չի, կարող է հանգիստ օգտվել բուժարուն էսթետիկ ծառայություններից։ Սակայն եղել է դեպքեր, որ մեր դեպքում բուժարը իրենց դեպքում հաճախորդ լավ sense ասեմ պնդել է, որ ես ժամանակ չունեմ, դրա հավեսը չկա եւ այլն, ինշտապ էսթետիկ ծառայություն մատուցեք ու այս բaragայում բախվել են շատ լուրջ խնդիրների։ Հիմա հարցով է մեղավոր։ Ես գտնում եմ, որ ում է որ մեղադրենք չի բուժվի։ Ճիշտ կլինի արդեն դիմել բժշկի, լավ, որովհետեւ նման խնդիրների դեպքում ես կոչ եմ անում մեր հասարակությանը ու հատկապես աղջիկներին ու կանանց նման խնդիրների դեպքում պատասխանատվության տակ մի գցեք մեր մատնահարդարներին, որովհետև sense դեպքերում կբախվենք ավելի լուրջ առողջական խնդիրների ընդհանուր միջև եղունգի կորուստ։ Բայց այդ գործողությունից հետո եղունգները բարակում են, չէ՞, կամ ուլտրամանուշակագույն ճառագայթները ինչ ազդեցություն են ունենում։ Նայեք, եթե առողջ եղունգ է, սնուցման հետ խնդիր չունի, այո, գելապատում կամ ասպես ասած շիլակի դեպքում պետք է եղունգի մակերեսային շերտը որոշակիորեն վերցնել։ Ինչու՞։ Էսթետիկ տեսանկյունից, եթե խոսանք, դա արվում է, որ էսթետիկան երկար պահպանվի։ Բայց բժշկական տեսանկյունից, այսինքն մենք վնասում ենք մակերեսային շերտը, ինչը ապահովենք էսթետիկա։ Եթե մատրիքսը կուտիկուլան եղունգի ամրությունը թույլ է տալիս ու տեսնում եք, որ առողջ եղունգներն արագ ռեգեներացիա են լինում, այո, կարելի է օգտվել էսթետիկ ծառայությունից։ Սակայն եթե նկատվում է, որ փխրունություն, թեթև բանից կարող է ճաքել կամ փչվածություն, այսպես ասած օնիխոլիզիս շատ է տարածված, որ ասում են լիզիսը, այսինքն փչված է, նման դեպքերում ճիշտ կլինի մի հատ վերջը մի հատ բժշկի դիմել է, լավ, ամեն դեպքում դա կարևոր է, որտեղ կանխելը մեր պարագայում ցանկացած մեր գոլեգաների, մյուս բժիշկների կանխելը ավելի հեշտ է լինում, քան թե բուժմանը, ու կանխելու վրա ավելի լավ արդյունքներ ենք ստանում, ապահով, քան թե բուժման մեջ։ Հիմա շատ էինք հետաքրքիր ձեր ասած փչվածությունը որն է։ Օնիխոլիզիս, լավ, փչվածություն դա օնիխոլիզիսն է, փչվածության պատճառները շատ են, ու կարող է լինել ընդհանուր եղունգի տակի մաշկի չորություն, դա կլինի ոտքերի, թե ձեռքերի, լավ, դες խոսամ, որը որ եթե նկատվում է փչվածություն, դա ինչ-որ մի բանի հետևանք է, լավ, դա ուղղակիորեն չի առաջանում։ Եթե կա չորություն եղունգի տակ, դա ու նամանավանդ եթե կանայք օգտվում են էսթետիկ ծառայությունից աղջիկները, եթե տեսնում են չորություն կա հարյաղնգային հատվածում կամ եղունգի տակ, էսթետիկ ծառայություն անելուց հետո օգտագործում են հատուկ ուլտրալամպային սարք, որը որ չորացնում է նման գունավորումը եւ այդ ուլտրամանուշակագույն ճառագայթից ինքը սկսում է ավելի գրգռվել չորությունը։ Հենց չորությունը գրգռվում է, ինքը բարձանում է վերև ու եղունգը տարանջատվում է մսից, դառնում է փչվածություն։ Լավ, այս պարագայում դադար է պետք որոշակիորեն, խառնվել շատ պետք չէ, որոշակիորեն 1 ամիս հետևել հիգիենայի կանոններին, հաճախակի խոնավացնել, օգտագործել խոնավացնող կաթիլներ, քսուկներ, վիտամիններ եւ
կարող է ինքնուրույն վերականգնվել։ Եթե մեկ ամսից հետո տեսնում եք, որ պատկերը ավելի է խորանում կամ տեղաշարժ չկա դեպի դրական ֆոն, ուրեմն պետք է դիմել արդեն մասնագետի, որտեղ փչվածությունը կարելի է լինի սնկային, կարելի է ոչ սնկային։ Լավ, բայց խոր կտամ ով ունի վահանաձև գեղձի հետ կապված թեկուզ թեթև խնդիրներ, էսթետիկ ծառայությունից օգտվելուց դիմեն ոչ հաճախակի գոնե։ Իսկ որոնք են եղունգի ներաճի պատճառները։ Ներաճի պատճառները շատ են, անկախ սեռից, անկախ տարիքից շատ է հանդիպում, հիմնականում դինում է հարթաթաթություն ունեցող մարդկանց մոտ, ով որ ունի ծանր հարթաթաթություն, սխալ կոշիկներ կրելը, այսպես ասած, ճակերտավոր ասած կանանց դժվար է բուժելը, դες մի հատ հասկացողություն կա, որը որ դա խոսում է, որ կանայք չեն նայում կոշիկ իրենց հարմար է, թե չէ, կանայք նայում են իրենց, ես բոլոր կանայք նկատի չունեմ, բայց մեծամասնությունը գերակշռող կանանց նկատում են դա իրան այսօր պետք է հագնել, թե ոչ, դա իրանց դրես կոդի մեջ պետք է լինի, թե ոչ, թե փոքր է, անհարմար է, իրանց համար չորրորդային է լինում։ Նման կոշիկների կրելը, այսինքն հավանականությունը մեծացնում է եղունգի ներաճի։ Երկրորդ պատճառը դա սխալ կտրելն է, որը որ բոլորիս մոտ եղունգը ամիսը մեկ աճում է, եթե սխալ կտրենք, նկատի ունենք թեք կամ ուղիղ կամ չգիտեմ գոգավոր կամ կորավոր, նման ձևով կտրելը բնականաբար հավանականությունը կմեծացի ներաճի։ Այն դեպքում, երբ մարդ ունի դեֆորմացիաներ մատերի, այսինքն մատերը թեք է կամ մուրճանման մատեր ուներ, նման դեպքում ռիսկ է հանդիսանում սխալ կտրելը, այսինքն թեք կտրելը կարող է բերել քրոնիկական ներաճ ընդհանուր։ Մյուսը սպորտաձևեր կան, որը որ բախվում են ակամայից ներաճի, ու դա ֆուտբոլը, բալետը, ով ոտքերի վրա շատ աշխատում, այսինքն ոտնաթաթի եղունգները անընդհատ գտնվում են հարվածի տակ։ Նման դեպքերում ունենում են մարդիկ քրոնիկ ներաճ։ Լինում է, որ նորածնային հասակից, այսինքն գենետիկ ֆակտորը, այստեղ պետք է կարևորություն հաշվենք, որ գենը իրանացում է, այսինքն գենի դեմ անփոփոխ է լինում եւ նորածնից սկսած ունենում են նման խնդիրներ։ Սակայն կա ներաճի թեթև, միջին եւ ծանր աստիճան։ Իմ թվարկածների մեջ, եթե թեթև աստիճանը նշում ենք, անհարմար է, մատը ոտքը կոշիկի մեջ սեղվում է, տեսնում անհարմար է, դե լավ է կգնամ տուն կկտրեմ։ Բայց այդ երկրորդ անգամ կտրելը ավելի բերում է լուրջ ծանր ներաճի։ Սակայն եթե գրագետ ձևով կտրելը, մշակումը կատարվեց, ինքը կխուսափի քրոնիկ ներաճից։ Հասկացաք, այսինքն ներաճ հիվանդություն չկա։ Ներաճը դա հետևանք է, պատճառահետևանք է։ Եղունգի ներաճը դա պատճառահետևանք է։ Այսինքն տենց ուղղակիորեն ներաճի չի հանդիպում նման, չեմ հանդիպել տենց որ ինքը իրան հետևի, ճիշտ կտրի, ճիշտ խնամի, ճիշտ կոշիկներ հագնի, կոշիկների մեջ ընտրություն տա հիմնականում հարմարավետությանը, ոչ թե տեսքին, ու տենց ինքը ունենա ներաճ, բացառված է։ Այսինքն արտաքին գործոնները, դա ասեցի, սպորտաձև կլինի, կոշիկների ընտրությունը եւ խնամքը իրար հետ փոխկապակցված են։ Եթե ճիշտ այդ ամեն ինչը կատարվի, մարդ ամբողջ կյանքի ընթացքում ինչ ոտնաթաթ ուզում ունենա, թեկուզ հարթաթաթ լինի, մատը թեք լինի, ծածած կոճը դուրս եկած, չէ, տենց հասկացողություն կա, ինքը ներաճ չի ունենա։ Բայց այստեղ եկեք մի բան ասեմ, մի հետաքրքիր ֆակտոր է կա, որ հենց ներաճելոմա չգիտեն ում դիմեն, վախենում են, մաշկաբանի մոտ գնում են, մաշկաբանը նայում է, ասում է, այդ իմ գործը չի, դա արդեն վիրաբուժական է, վիրաբուժից է խուսափում են, որտեղ վիրաբուժը, ինչ, պետք է հեռացնի, չկա եղունգ, չկա պրոբլեմ, կարճ կոնկրետ, լավ, գալիս են ասում են,
գնացի վիրաբուժի 3 անգամ հեռացել, սաղ եղունգս վնասեց եւ այլն, դասում վիրաբուժի մոտ է գնացել, հարգելիս, ինչ եք ուզում, ես է վիրաբուժել եմ, ես է կհեռացեմ, դա նորմալ է, բայց խնդիրը այն է, որ ինֆորմացված չեն, հասարակությունը չգիտի, որ այս մասնագիտությունը, որ կա, կամ պադոլոգիան ինչա իրենից ներկայացնում, ինչով են զբաղվում նման խնդիրներով, փառք Աստծո, արդեն մեր գոլեգաները, մեր բոլոր մաշկաբանները պադոլոգիան գիտենք ինչա դա, այսինքն թե նման խնդիրներ է լինում, դիմում են նաև արդեն պոդոլոգի ներկայությանը ու արդեն սկսվել է հասարակության մեջ, բժշկական սպեկտրում, ինչու՞ չէ, մեր մասնագիտությունը արդեն փոքրի շատ է, կարելի ասել տեղեկացված են ու որ հարցնում եմ որտեղից եք իմացել մեր մասին եւ այլն, ասում է ձեր գոլեգան է ասել կամ չգիտեմ համացանցը, որը որ ցույց է տալիս երբեմն համացանցը բավականին օգտակար հատկություններ ունի, դա իմ խոսքը չի, դա բուժարների խոսքն է, այսինքն ինչքան շատ տեղեկացված են, ինֆորմացված են նման մասնագիտությամբ, այնքան մարդիկ հանգիստ կդիմեն, որտեվ եթե գցենք 10 հոգի, 10 հոգուց 8 հոգին չի դիմում մասնագետի, որտեվ աղջիկները նամանավանդ կանայք մտածում են, սա հեռացնելու, էսթետիկ տեսքը չի լինելու ու կրկնակի հոգեբանական տրավմա է ունենալու։ Մարդ կա, անկեղծ եմ ասում, 6 ամիս ներաճով ման է եկել, արյան արտադրությամբ, ինչա չի դիմել, բայց կոնկրետ ես, այս մասնագիտության մեջ կիրառում եմ այնպիսի եղանակներ, անցավ, ոչ վիրահատական, ոչ տրավմատիկ, ունենում ենք հենց տեղում, արդյունքներ մոտավորապես, հենց ասեմ, 30-ից 40 րոպե, ամենաշատը, մարդ իր կոշիկը հագնում գնում է, ոչ ժամանակի կորուստ ունենում, ոչ տեղաշարժման սահմանափակում ունենում, դրանից լավ բան կարծում եմ որ դեռ չկա։ Ներաճի դեպքում կա տնային պայմաններում, ինքնօգնության ձև, ասում են 20 րոպե դնում ես օճառաջրի մեջ ոտքեդ եւ ներաճից ազատվում ես։ Ներաճի դեպքում տան պայմաններում, եթե թեթև կարմրատություն ենք տեսնում եք, թեթև կարմրատության դեպքում, ապա պետք է նայել կարմրությունը որ կողմից է, եթե կողմնային թմբիկների վրա է կարմրատություն լինում, այտուցվածություն շատ թեթև խոր, կտամ օգտագործել պերօքսիդի լուծույթներ, հակաբիոտիկ քսուկներ, նույնինքը լևամեկոլ, կարող եք հանգիստ օգտագործել, բայց եթե մարդիկ կամ որ ասում են, դե լավ է բժիշկին չա տեսել, որ մի հատ էս խորհուրդ է տալիս, ես էլ եմ դրանել եմ համաձայն, բայց այնպիսի բաներ ենք մենք ասում, որը որ անվնաս է, բայց ավելի անվնաս, դա հիմնականում թեյի ծառի յուղը, որը որ շատ են օգտագործում, նշի յուղ, կերչակի յուղ, այսինքն նման յուղերը կարող են օգտագործել, որպեսզի խուսափեն։ Կարմրատության այտուցվածության դեպքում ինքը պետք է հագնել, հարմար կոշիկներ, միանշանակ։ Պետք է թողել այդ կոշիկները եւ հագնել հարմար կոշիկներ ու ծովի աղի վանաներ օգտագործել կոր կտամ, այսինքն դա հանգստացող հակաբորբոքային է, որը որ կխուսափի ավելի ծանր աստիճանի ներաճային խնդիրներից։ Բայց եթե արդեն միջին աստիճան, թեթև ծանր աստիճան, այս դեպքում փորձում եմ որ ինքնաբուժությամբ ավելի ավարտացե վիճակը, այդ արդեն ինչ աստիճանի բարդացած է եղել, որ ինչ աշխատել եմ բուժարուի վրա, ինքը չի զգացել։ Այսինքն անիմաստ եղել, չեմ ուզում ասեմ, բայց լսել է տեղատան աշխատակցի խորհուրդը։ Գնա կողքից կտրի հանի, այս տեղերը քսեք, ժողովրդական մի հատ տեղ կա, քսուկ, այն որ սպეციფიկ հոտոնը չգիտեմ անունը տամ թե չտամ, Վիշնևսկին։ Ու տենց ընկել էր պատմության մեջ։ Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է, նորմալ է, տեղատան աշխատողը տեղատան աշխատում է, բուժարունը բուժված է։ Ուղղակի չգիտեմ, եթե խնդիր է լինում, մարդ պետք է իր վրա վերցնի, որ ես ունենամ, ինչ կանեմ այս խնդիրը։ Նոր խորհուրդ տան, որտեղ մեր հասարակություն սիրում է հարևանի ասածը, տեղատան աշխատողի ասա հարևանը, թող հարևանություն անի, տեղատան աշխատողն է, թող տեղատանով զբաղվի, լավ տեղերով զբաղվի, որտեղ
կա բժիշկ կամ մասնագիտություն, որը որ նման խնդիրներով զբաղվում է։ Վերջերս նորաձև է կանայք ոտքերի եղունգները մի քիչ երկար են թողնում, հատկապես ամռանը։ Դա վնասներ կարող է հասցնել։ Նայեք, եղունգների երկարությունը կախված է ոտնաթաթի մատի անատոմիայից։ Եթե մատի անատոմիան այնպեսի կառուցվածք ունի, որ անընդհատ հարվածում է, կողքի թմբիկները նկատում եմ, այսինքն կողքի թմբիկները անընդհատ հարվածի տակ է դնում եղունգներին, բժշկական տեսանկյունից ենք դեռ խոսում, նորմալ է, որ մի քիչ երկար թողեն, որտեղ դա ապահովագրում են ներաճից, այսինքն կանխվում է ներաճային խնդիրներից։ Էսթետիկ տեսանկյունից, նայեք, կա որ ինքնուրույն են թողում, տվյալ հաճախորդ ասենք այս դեպքում, հաճախորդը գալիս է, ասում է, որ սենց ուզում եմ, որ երկար մնա, բայց պետք է նայել այդ երկարությունը ինչի համար է ուզում, եթե էսթետիկ տեսանկյունից ու բժշկական տեսանկյունից խոչընդոտ չկա, ճաշակին ընկես չկա, բայց եթե երկարությունը կարող է բերել ընդհանուր մյուս եղունգի մյուս հատվածների վնասմանը, ռիսկի տակ դնել, բնականաբար երկար պահելը ճիշտ չի։ Ամռանը ընդհանրապես եթե բաց են հագնում մարդիկ, լավ, երկար պահել պետք չի եղունգը, որտեղ դեմը բաց, ազատություն, ոչ մի խնդիր։ Այ փակ սեզոնին, ցուրտ սեզոնին խոր կտա մի փոքր ապահովության համար երկար լինի եղունգները, որ եթե հարված լինի կամ որևէ բան լինի, դրսից լինի ու համ բժշկի համար հեշտ աշխատել լինում այս պարագայում, համ է բուժառուի։ Հատկապես որ հիվանդություններ ունեցողները պետք է զգուշանան եղունգների ներաճից։ Հիմնականում ցենց ասած քրոնիկ ծանր հիվանդությունների դեպքում փորձ է տալիս առաջնահերթ շաքարային դիաբետը, լավ, կլինի առաջին տիպի կամ երկրորդ տիպի, որովհետև շաքարային դիաբետի դեպքում թիրախ է հանդիսանում ոտնաթաթերը, այսինքն անոթային խնդիրներ է առաջանում, տարբեր նյարդային զգայունություն է իջնում ու այս պարագայում թեթև կոշտուկը, լավ, սենց ասեմ, թեթև կոշտուկը կարող է աչքաթող արվել ու բերել ընդհանուր մինչև գանգրենայի։ Դիաբետիկ ոտնաթաթերը ամենանուրբ թեմաներից մեկն է, որը որ մարդիկ չգիտեն ինչ անեն, որտեվ եթե գիտեն խնդիր կա ու դիաբետ է, վախենում են մոտենան, դա կլինի տան անդամները կամ չգիտեմ հարազատներից որևէ մեկը եղունգները կտրենք, չկտրենք եւ այլն կամ վերք է մի հատ անտիբիոտիկ կսենք թե ոչ, սենց դեպքերում ինչքան շուտ դիմենք մասնագետի, այնքան ավելի շուտ կկանխարգելվի նման չարաբաստիկ գանգրենայից, լավ, իսկ դիաբետի ոտնաթաթի դեպքում ով դիաբետով խնդիր ունի, խոր կտամ ամեն օր, ամեն երեկոյան աշխատանքի ավարտից հետո հանգստի ժամին մի հատ ընդհանուր զննում կատարը, ինքնուրույն զննում, եղունգների վիճակ, ոտնաթաթի տակ կա ինչ-որ կոշտուկ, վերք կա, որտեղ չնչին փոքր վերքը բերել է շատ ուշ խնդիրների, որտեղ իսկ 60-ից 70-ից մեծ տարիքի մարդկանց մոտ ցավային ռեցեպտորները պակասում են, վերք ունի ոտքի տակ, բուժառուն, ասում բժիշկ այս ոչ մի բան չեմ զգում, ինչ ուզում եք արեք, դա ոչ թե պետք է ուրախացնի, որ ինչ պետք է անեմ, այլ հակառակը դա շատ է տխրեցնում ու դա ավելի կրկնակի երակի պատասխանատվություն եք վերցնում նման խոցերի դեպքում ոտքերի տակի։ Լինում է դեպքեր, այո, նաև մեր աշխատանքի միանում են նաև անօթաբանները, փորձառու, որը որ օգնում են, որ արագ այդ վերքը փակենք։ Եղունգների թե սնկային հիվանդության դեպքում, թե ներաճի, որքան ժամանակ է տևում բուժումը։ Եթե մաշկաբանի տեսանկյունից նայեմ, լավ, քանի որ ես ինքս մաշկաբան եմ, երկար է տևում։ Սակայն եթե ես նայեմ որպես մաշկաբան պոդոլոգ, բուժման կուրսը կրճատվում է, այսինքն բացի տեղային դեղորայքային նշանակումից կատարվում են որոշակիորեն պրոցեդուրաներ, որը որ բուժման կուրսը կրճատվում է միանշանակ։ Ու շեշտ եմ, անցավ առանց անցկայացման, առանց որևէ այլ բարդությունների, դա հատուկ այնպիսի պրոցեդուրաներ են, որը որ
ոչ մի բուժարույն տեղաշարժման սահմանափակում չի դրվում, հանգիստ կարող իր կոշիկները հագնել գնալ։ Այսինքն պադոլոգիան եւ մաշկաբանությունը համատեղ կոմպլեքս մոտեցումը բուժման կուրսը կրճատում է միանշանակ։ 4-ից 6 ամիս։ Եթե շատ ծանր դեպքեր է լինում, նույն ծնկային խնդիրներով, եթե դիտարկենք, եղել է դիտվել մինչև 1 տարի, բայց այցը կատարվել է բուժարուի կողմից ամիսը 1 անգամ, այսինքն 12-13 այցով մեզ կարող եմ այցերով ասեմ, որովհետև օրգանիզմ կա, որ այնպեսի աճը արագ է եղունգների, կա օրգանիզմ, որ եղունգների աճը դանդաղ է, դա հաշվի ենք առնում, լինում է, որ 2 ամիսը 1 է կատարում այց բուժարուն, բայց ասում են 3 ամսում բուժվեցինք, ասում են ոչ, 2 այցից դուք բուժվել եք, դա կամ 3 այցից, այցով է դա ճիշտ ասելը։ Եթե մենակ մաշկաբանության դիտարկենք նորից էլի երկար է տևում ծնկային խնդիրների տեսքով, ինչպես նաև այլ եղունգների ցնուցման խնդիրների դեպքում։ Ամեն դեպքում եղունգը չեք հեռացնում։ Դա իմ կարգախոսներից մեկն է, որ դեմ եմ եղունգի հեռացմանը, քանի որ այն բուժել լինում է։ Անկախ ինչ ծանրության աստիճանի եղունգ ուզում է լինի, դա կլինի սնկային, դա կլինի ներաճ, դա կլինի դեֆորմացված հաստատած եղունգ, մենք եղունգ չենք հեռացնում, մենք հակառակը եղունգը բուժում ենք, որտեղ փորձ է տալիս, որ եղունգը հեռացնելուց բախվում ես էլ ավելի լուրջ խնդիրների, ու սկսած էսեցիկ ծանր դեֆեկտից, ընդհանուր միջև եղունգի ոչնչացմանը ցած ասած։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Մենք զրուցում էինք մաշկաբան պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի հետ։